Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, եթերում մարդկային զրույցն է։ Այսօր մեր տաղավարում պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլն է։ Նա տարիներ շարունակ ապրում ու ստեղծագործում է Թուրքիայում, միաժամանակ ամբողջ աշխարհում տարածելով հայկական երգն ու հայկական ինքնությունը։ Ինչ է նշանակում լինել արտիստ մի երկրում, որտեղ հայ լինելը երբեմն համարձակություն է պահանջում։ Այսօր մեզ սպասում է ջերմ ու անկեղծ զրույց։ Ողջույն։ Ողջույն։ Սիրելի Սիբիլ, ես շատ շնորհակալ եմ, որ այսօր մեր կողքին եք եւ չեք մերժել հրավերը, հակառակ այն ամենի, որ նոր եք եկել Հայաստան եւ շատ հանդիպումներ ունեք, նաեւ համերգ ունեցաք, ներկայացում ունեցա, համերգ չէ, նոր տեսահոլովակի ներկայացում էր, 2 օր առաջ էր։ Տեսահոլովակ, որ արդեն YouTube-յան ալիքում կա։ Արորն ու Դադրակը Կոմիդասի պատմական ցայնով միասին այդ պատմական ցայնը կդանք, նոր մշակում եղավ, կորձիկավորումը եղավ ու այս միասին երկեցի իր ցայնին հետ ու տեսահոլովակ նկարեցինք։ Ես դիտել եմ արդեն այդ տեսահոլովակը, ես գրել եմ իմ կարծիքը եւ ասեմ, որ շատ գեղեցիկ, շատ հաճելի, հայկական, վաղուց այդպիսի բան չենք տեսել։ Իրականության մեջ պատմության մեջ առաջին անգամ է Կոմիդասի ցայնը դարիներ առաջ Սիրուշոն մասը կորցածած էր, բայց լրիվ իր ցայնը այս սևով մատուցմանը չի կա։ Եվ կարծեմ թե չեմ գիտեր աշխարհի վրա այսպիսի զուգերքներ կան, որ հիմա գենթանի չեղողանցերու հետ, բայց 100 քանի դարի առաջվան ցայնի հետ իսկապես կարծեմ թե շատ հազվադեպ է։ Դե Կոմիտասի հզոր ձայնը եւ ձեր մեղմ գեղեցիկ ականջահաճո ձայնը միքսելը շատ գեղեցիկ էր ստացվել։ Ես կխնդրեմ մեր հետևորդներին, որ անպայման դիտեք Սիբիլի Արորն ու Դադրակը տեսահոլովակը, որ արդեն կա YouTube-ում։ Ես քեզ գարնեմ իմ ծավքերուն, թրնեմ փանցրիկ վեր սարերուն, սարգահանեմ վեր սարերուն, բունգը թրեմ մեջ կարերուն, դունգը շիրեմ մեջ կազերուն։ Ինչ է նշանակում լինել արտիստ, լինել երգչուհի Թուրքիայում։ Դժվարություններ, փորձություններ։ Ճիշտ 16 տարի եղավ իրականության մեջ, շատ արագ անցավ, ինչ է լինելը ըսեք, այս Թուրքիո մեջ դժբախտաբար շատ ակտիվ չես կրնարըլալ, քանի որ հայերեն երգես։ Եթե ժանրդ փոխես, թրքերեն կամ օդար երգեր երգես, ավելի գրնաս դարածված լալ։ Բայց այս առաջին օրվանե վեր նպատակս այդ էր, երազս այդ էր, այս հողերու վրա ծնած ենք, իմ ընտանիքը, մեր անցյալը այդ հողերու կպատկանենք արդեն, հոնձներ ենք, բայց հայերեն երգը բավականաչափ չի գիտվիր, CD-ներ չի կա, տելևիզիոններու մեջ տեսահոլովակներ երգեր չենք լսեր, այս նպատակն էր, որ իմ երգչուհի ըլլալու քայլը արի։ Եվ հաջողեցավ, բայց շատ ակտիվ եւ շատ ընդարձակ չես կրնարըլալ։ Բայց այս երազածես ավելին կդա Պարկասո, առաջին տարիները երբ որ էլանք շատ մեծ արձագանք կդավ թուրքերու կողմե, որքան գեղեցիկ երգեր է, որքան գեղեցիկ ցայն է, շատ սիրեցին, սրտի խոսեցավ իրենց համարալ։ Եվ անցած տարիների ընթացքում երբևէ չեք փորձել երգել այլ լեզվով եւ կամ փոխել ձեր երաժշտական ոճը։ Չէ, բոլորս մեր միսիոնը, մեր առաքելությունը ունենք։ Իմ փապակն այս էր, այս փապակի շուրջ 16 տարի է, որ չշեղեցի, չեմ գիտեր ասկե վերջ կլա, դարբեր բաներ, բայց այս էր իմ նպատակը ու այս նպատակից ետևեն գերտամ, թեր գերտամ։ Սիբիլ, այնքան գեղեցիկ եք խոսում արևմտահայերենով։ Եվ գիտեք, մենք Հայաստանում շատ թյուր կարծիք ունենք Թուրքիայում ապրող հայ համայնքի մասին։ Բայց գիտենք, որ այնտեղ գործում են հայկական դպրոցներ, հայկական եկեղեցիներ, ապրում է հայերի մեծ համայնք, ակտիվ գործունեություն է ծավալում։ Մի քիչ կպատմեք համայնքի գոյության մասին, ինչպես եք պահպանում
հայ ինքնությունը Մենք շատ հայաբաշխման արդեն ընտանիքս է այդպես է, բայց համայնքը լալով այս աշխարհի համերգներու պատճառով աշխարհի տարբեր դեղերը կացած եմ ամենա իր մեծ հավաքականություն ունեցողները մեկն է եւ եկեղեցիներ, դպրոցներ, թերթեր աշխարհի տարբեր դեղեր կացի մեկ հատ կամ երկու հատ դպրոց կա մենք ունենք 16 հատ դպրոցներ 35 հատ եկեղեցի բոլսո մեջ երջախումբեր օրաթերթ, ամսաթերթ, շաբաթաթերթ, հերադեսիլի ալիք անգամ ունենք կարելի է բավականաչափ չի գիծվիր գոր պետք է գիծվի ոսայ ժողովուրդը իսկապես հայաբաշխման ժողովուրդ է Եվ դա հրաշալի է իսկապես բայց ձեր առօրյայում կյանքում երբևէ զգացել եք որ հայ լինելը կարող է օրինակ խոչընդոտ լինել Թուրքիայում Անշուշտ որ հիմա ժամանակներ եղած է որ անշուշտ որ ապրինք մանկության շրջանին ընտանիքը սկսեր որ խաչդ պետք է ծածկես բոլորս թուրքական անուններ ունեինք իմ անունը Սիբել գսեին որ ես փոքրիկ ժամանակից Սիբել Թուրքերու մեջ ընդարձակ անուն է շատ կփարկանայի եւ շատ կնեղվեի որ ինձ Սիբել չսեք երբեք այս ծևով ջնշումներ գար փողոցը մամա պետք չէ ըսեինք հայերեն պետք չէ խոսեինք այդպիսի շրջաններ գար բայց հիմակվան սերունդը իմ քրոջս զավակները այսպիսի բաներ չեն ապրիր արդեն թաղեր գա Թուրքիա շատ մեծ երկիր է, բոլիս շատ մեծ քաղաք է, տեղեր գա, որ մենք ավելի հայաշատ տեղերը գաբրինք, մեր շրջանագը ավելի սիվիլիզե եղած մարդիկ են, ես հաստատության մեջ կաշխատեի, թուրքերու հետ կաշխատեի, ֆինանսի կորզի մեջ էի երկու ելլալը առաջ, բոլորը գիտեին, որ հայ եմ, ընդհակարակը գսեին, որ եթե որ աշխատող մեկը պետքություն գա, սիբիլ ցեզմե մեկը ըլլա, ցեզիբե շնորհքով ըլլա գսեին եւ ասողը թուրք տնօրեններ է Սիբիլ նաեւ ձեր անունից խոսենք, ասեցիք որ Սիբելից ներվում էիք, բայց Սիբիլը հայկական արքայական արքունական անուն է Սիբիլը նախ իմ անունին Սիբիլ լալու պատճառը Զաբել Ասադուրի Փանասեղզուի Բոսայ Զաբել Ասադուրի ծած կանոնն է ինքը փանասեղզությունները կրածադենը Զաբել Ասադուրը լալով ստորակրություն չի ներեղել Սիբիլը լալով կկրեղեր Իմ անունին պատճառը այդ է, բայց առավել Կիլիկիայի թագավոր Լևոնի գնոջ անունը Թակուի Սիբիլը, Զաբելի մայրը Սիբիլը եւ Սիբիլ անունով թրջումը կա եղեր։ Պատմության մեջ այս ծևերով է Սիբիլ եղել է։ Պոլսում հայերեն երգելը միայն արվեստ է, թե նաեւ պայքար։ Այս երբեք ասանք պայքար, շատ մեծ հերոսություն, այս ուրիշները ինձ այս ծևով գգոչեն գոր, այս քիչ մգամուչնամ գոր, որ ինչ որ գուկա at հզորություն, at պայքարությունը, վերեն քու սիրդետ գուկա, քու սիրդիտ քիչնա այդ բանը, այս արդումը չարտնցա ու այսօր ինչ պայքար ընեմ, ինչ մեծ հերոսություն ընեմ ըսելով, այս բաները չերի Բայց ես իմ կյանքի մեջ, երկացանգի մեջ ուզեցի, որ այդ մեսաժները դալ, երկացանգս ընդրել, տեսնեմ անին երկել, Ադանայի ողբը երկել, Գիլիգիա երկել, այսոնք ես ընդրեցի։ Եվ իսկապես դա կարելի ասել, եւ արվեստ է, եւ պայքար։ Երբևէ մտածել եք, բայց տեղափոխվել այլ երկիր, եւ թեկուզ Հայաստան, եւ այստեղ աշխատել, գործունեություն ծավալել։ Մտածել Կյանքը ցեզի ուղղությունը ցույց կտա։ Այս ընտանիքիս հետ գաբրեի եւ մայրիկիս հետ գաբրեի, որ 3 ամիս եղավ դժբախտաբար մայրս գործունեությունի։ Հիմա այլևս չեմ գիտեր, որ ամենտեղ իմ Հայաստանը հաջող կերտամ գուքամ։ Կյանքը ուր գտանի, այս չեմ գտնար գիտնալ։ Թուրքիայում հայ երիտասարդները որքանով են պահպանում լեզուն եւ ինքնությունը։ Քիչ մը դժվար հարց։ Կփորձենք, որ մեր շուրջի երիտասարդներուն ըսել այս հույսը դալ, լույսը դալ։ Դպրոցներում մեջ մենք ինչպես ասի վարժարաններ ունենք, բայց նոր սերունդը պետք է ավելի շատ այս ինքնությունը, այս մտածումը ունենա, որ իրենք պահպանեն։ Ավելի մշակութային ցերնակներ, քիրքեր, հրադարագություններ, համերգներ եւ այլն պետք է լավ որ իրենք մենք շահենք
Նաև դրանով եք ամրապնդում հայկական համայնքը եւ պահպանում հավատքը։ Ընտանիք են գուկա, ավելի շատ քիչ մնալ ընտանիքները պետք է իրենց զավակներուն այդ ուղղությունը ցույց տան, որ ինչպես իմ ընտանիքը դուվեր է, մեր դամ մեջ մենք հայերեն պետք է խոսեինք, հայրս շատ խիստ էր կփարկանար, հիմա այդ խիստությունները ու նոր սերունդին չես կրնար անել, այս սերով գուզեմ որ իրենց հետ խոսիլ, կսեմ, որ երբ որ իմ քրոջս զավակները օրինակ կառնեմ, իրենց կպատմեմ, հայերեն կխոսիմ, հայերեն խոսեցեք կսեմ, ծեր ընկերներու մեջ, ծեր լեզուն է, ծեր մայրենին է, մի մորնակ կսեմ։ Եվ հետաքրքիր է Սիբիլ, նաև դուք ամեն տարի, եթե ոչ տարվա մեջ մի քանի անգամ, ամեն տարի գալիս եք Հայաստան եւ կապը հայրենիքի հետ։ 3 անգամ եղավ արդեն։ Այս տարի հունվարենի վեր 3-րդ անգամն է որ գուկամ, այս հաշիվը մորցա Հայաստան գալու։ Եվ դա էլ երևի ինչ որ շատ մեծ սերով գուկամ, շատ կսիրեմ, իսկապես յուրաքանչյուր անգամ, երբ որ օթանավը նստա օթագայան երթամ, գնայեմ այսպես, կսեմ գրգին եբ պիտի կամ։ Այս տարի արագ եղավ, կարելի է 4-րդնա շուտով գլա, այլևս չեմ գիտեր։ Շատ լավ։ Հայաստան գալը այս անգամ պայմանավորված էր փաստորեն տեսահոլովակի պրեմիերայով։ Այո։ Ովքեր մասնակցեցին, ինչպես անցավ, արդեն անցնենք ձեր գործնեությանը։ Այո, պրեմիերան AGB-ի սրահի մեջ եղավ, քանի որ AGB-ն հովանավորները մեկն էր։ Մամուլի ներկայացուցիչներ կային, քաղաքական կորձիչներ կային, նախկին, ներկա, հյուրեր, անձնական հյուրեր ունեի, շատ լավ անցավ, շատ չերմ, ընտանիքի պես, առաջին անգամ ցույց տվինք տեսահոլովակը, զրույց ունեցանք, շատ լավ անցավ։ Ամեն անգամ Հայաստան վերադառնալիս ի՞նչն է առաջինը փոխվում ձեր ներսում։ Իրականության մեջ կորցնական քալուս համար, ես ասանք արագ կորձ հարցազրույցներ, կորցնական Հայաստանը միշտ թեպի լավ գերտա, ինչպես որ ծեր աչկերը մեկումը անցիմը մասին, երկրի մասին, ամեն ինչ ինչպես թուկ կնայիք, ծեզ մեկ ախյալ է քիչ մնա, եթե պամը կտնալ ուզեք, շատ հեշտությամբ լավ եւ վատը կրնակ գտնալ։ Իսկ Հայաստանը ձեզ համար կարոտ է թե հայրենիք։ Երկուքնալ, կարոտնամ, շատ կուզեի որ դեղմ ունենամ այստեղ որ ավելի հաջախ կամ։ Անիկա քիչմը ինձի քիչմը կդժվարացնե գոր արդեն դժվարացն 3 անգամ եկա բայց կարելի է ավելի շատ ագրնարել երբ որ հիմնական ասանք դեղմ ունենայի բայց հարաճիկ օրերուն ինչ կլա չեմ գիտեր այո կա մի վայր Հայաստանում որտեղ միշտ ուզում եք վերադառնալ եւ դա ձեզ համար ամենասիրելի վայրն է ամենասիրելի վայրը սիրելի շուրջիններու դետ կլա ինձի համար Արանցին սիրելի վայր երթամ այստեղը դեսնամ չէ ուր որ իմ սիրած ընկերներս կա ամեն դեղ ինձ համար սիրելի այո սիրելի վայր են այո հետաքրքիր է եթե մի օր ամբողջությամբ տեղափոխվեք Հայաստան ինչը կլինի ամենահեշտը եւ ինչը ամենադժվարը քանի որ շատ եք գալիս արդեն գիտեք էլի ամենահեշտը արդեն շատ շրջանակ ունիմ Շատ ծանոթներ ունիմ, դժվարություն երբեք չեմ քաշեր, նեղություն չեմ ապրիր, դժվարություն չեմ ունենար իմ կարծիքով, քիչմը ժողովուրդը պետք է արևմտահայերենն ավելի լավ հասկանալը գուզեի, երբեմն կան մարդիկ, որ օրինակ որտեղ են եկար բոլիս կսեմ, բոլիսը Իստանբուլը լալը չգիտող դժբախտաբար թեր մարդիկ կան Ես դրա համար ասացի, որ մենք թյուր կարծիք ունենք։ Չեմ գիտեր, կամ հայերենից մեջ, գսեն չեմ հասկանում։ Ես ցեսիկ հասկանում եմ, դուք ինձ Բայց Հայաստանում սիրում են արևմտահայերենը, մեծ մասը սիրում են։ Այո։ Մանավանդ դուք որ շատ քաղցր եք խոսում, ու նաև շատ քաղցր եք երգում։ Ձեր երգերով ավելի շատ ցանկանում եք հուզել մարդկանց, քանի որ ձեր երգերը հիմնականում հայրենիքի, կարոտի, հին երգերն են, որ վերակենդանացնում եք այսպես եւ մատուցում եք ձեր ոճով։ Թե ավելի շատ հիշեցնում եք ձեր երգերով մարդկանց արմատների մասին, ո՞րն է նպատակը։ Կարծեմ թե այդպես հարցումն է, որ կարծեմ թե իմ երգերու մեջ երկուքն ալգա։ Բնականաբար հուզիչ է, այս իմ առօրյա կյանքից մեջ շատ ասանք դուխուր, դեպրեսիվ մեկը չեմ, շատ
ժպիտը սիրող, խնդալը սիրող, գադագը սիրող մեկն եմ, բայց երգերու մեջ այս հուզմունքը այդ բանը լսողը լալով, երբ որ մարմինս այսպես փշակաղվի ռոմանտիկ երգեր կսիրեմ, հուզիչ երգեր կսիրեմ, բայց իմ երգերու մեջ կա նաև մեսաժներ, գարոդի, հայրենիքի, երկ կա որ հայրենաթարցության գոչ է քեզ եմ երգելու, Անդրե Սիմոնյանի հետ երգած ենք, սիրո մասին է Անդրե Հովնանյանի հետ երգած եմ, Ավրորայի աղոտքը երգը կա որ բادرազմի վերջ էս բادرազմի ժամանակ ցայնակրած էի, աշխարհի բادرազմի որպասաս երախաներու, այդտեղ նա մեսաժներ կա, Վանալիջի մասին երգած եմ Վանի համար, այսպիսի է երգերս։ Խաղաղվիր ու շողա, թող համբուրենք կողակներըդ լուսե։ Թե իմանաս ախ որքան, թե որքան, կեզ երասեր, երասներ են քյուսեր։ Իսկ դու սպասել ես հավատով, որ մենք կգանք, եկանք։ Սիբիլ, դուք ասացիք, որ շատ ծանոթներ ունեք ոչ միայն Հայաստանում, Թուրքիայում, այլ ամբողջ աշխարհում, երբ արտասահմանցի դա կլինի ազգությամբ թուրք կամ մեկ այլ առաջին անգամ լսում է հայերեն երգը, ինչպիսի արձագանք է լինում առաջին անգամ։ Շատ լավ, շատ լավ, այսօր մարդիկ կան, որ օդար լսողներ ունին, պարմը չհասկնալով, կգրեն, կհետևին, նույնիսկ թուրքերը, երգը երբ որ լսես, երաժշտությունը, քեզի քու մարմինի փչիչներու մեջ եթե գսկաս, այցիկա բարդավոր չես որ բարերը հասկնաս, բայց վերջին տարիներուն այս անպայման նկատի կառնեմ, ըսած էին որ ինչու չունիս այդ սաբտայթլները, վերջին բոլոր գործերուս մեջ սաբտայթլներ կնեն, որ անգլերեն եւ թուրքերեն, քանի որ թուրքերեն կնեն, որովհետեւ Թուրքիայի տելևիզիոններու մեջ ցուցադրվելու հավանականությունը կա, մարդիկ հասկանան, որ ես ինչի մասին երգեմ։ Որքանով եք ձեր անձնական կյանքը զոհաբերել մասնագիտական ճանապարհին։ Անձնական կյանքս զոհաբերածելով չեմ մտածեր, գործնական կյանքի մեջ էի, դարիներ ֆինանսի գործի մեջ կաշխատեի, միևնույն ժամանակը այս ալբոմներս թողարկեցի, երկու գործնա միասին անել չանացի, բայց երբ որ այս ֆինանսի գործս վերջացավ, այս շատ արագ ցևով ուրիշ գործը նորեն ասանք օֆիսային գործը գրնայինել, բայց այս կփչացնեի, կվերջացնեի իմ երաժշտական կյանքս, աշխարհս, կյանքիս ամենամեծ սերը։ Դրա համար աշխատանքը տուժեց, բայց երկարվեց թե շահեց։ Այո, որովհետև Մարտինզի արտոնություն չէր դար գնա երկու շաբաթ հոս այս ամիսներ, անցյալ դարի 2 ամիս այս Ամերիկայի արևի մոտ դեսոլովակս նկարելու համար։ Դարի 1 ամիս Ավստրալիայի համերգի համար։ Արժանտին, Ուրուգվայ, Բրազիլիայի 1.5 ամիս, ով որ աշխատանքի դեղը ինձ այս հնարավորություններ պիտա, այսալ ընտրությունը պետք է ընեի, կումար, քիծված կումարը, որ ինձ հանգիստություն պիտի դա և աշխատանք, թե ոչ սեր, այս անշուշ որ սերը ընտրեցիք, երգը ընտրեցիք։ Ձեր ամենամեծ չասված երազանքը որն է։ Չասվածը չասված սողմնա։ Չեք ուզում ասել։ Այնշուշտ ես երազներուս մասին, մինչև որ իրականություն դառնա, չեմ բացահայտել։ Օ, հետաքրքիր է, բայց։ Ինչն է ձեզ ամենաշատը վիրավորում մարդկանց վերաբերմունքում։ Սխալ հասկացողությունը, սուդը, Թավաճանությունը միայն այր և գնոջ մեջ եղած թավաճանություն չէ, մարդկային թավաճանություն, ինձի շատ կվիրավոր է։ Երբ մենակ եք լինում, որ Սիբիլն է մնում առանց բեմի ու ծափահարությունների։ Իսկական Սիբիլն է, բեմի առջևն է։ Բեմում թե կյանքում։ Կյանքում, կյանքի մեջ ես շատ էմոցիոնալ մեկն եմ, միշտ նուրբ կմտածեմ մարդոց մասին, մարդիկ չի կոտրեմ, սխալ հասկացողություններ չլա,
դա մեծ Սիբիլնա նույնն է, փեմի վրայի Սիբիլը անշուշտ որ երկչուի գերբար ունի, ծափարությունները կան, բայց այս իմ առօրյա կյանքիս մեջ նույն Սիբիլն է։ Հետաքրքիր է։ Հիմա անցնենք բլից տարբերակների, ենթադրում ենք արագ պատասխաններ։ 3 բառ, որ նկարագրում են Սիբիլին։ Լավ մարդ, ըսկայուն եւ ընկերական։ Ընկերասեր։ Հայաստան թե Պոլիս, նկատի ունեմ Ստամբուլ թե Երևան։ Երկուքն այո։ Մեկը ձեր ծննդավայրն է, մեկը մայր հայրենիքը։ Միանշանակ։ Ձեր ամենամեծ վախը։ Ամենամեծ վախս այս 3 ամիս առաջ ապրեցա, մորս կորուստն էր։ Ցավակցում եմ։ Ամենամեծ ուժը, որ այսօր Աստծո դուված ուժն է։ Այո։ Ինչ երբեք չեք ներում, քիչ առաջ դրա մասին ասացիք։ Այս իսկապես առաջ կսեմ, որ չեմ ներեր, բայց հետո ներող մեկնեմ։ Եթե թիմացինս անգեղծ է, թիմացինս իր ըրած սխալը նկատե, կներեմ։ Մենք բոլորս ոչ մեկերնից անմեղ ենք, եթե որ սխալը պիտի կործես, ուզելով չես ըրած, ներյալ է։ Ճիշտ եք, մեկնաբանում շատ։ Ում եք ամենաշատը կարոտում, Սիբիլ։ Հայրս պիտսեի, բայց հիմա արդեն շատ ներողություն կխնդրեմ, որ միշտ ասանք մամայիս համար ես շատ արցունք թափեցի։ Հոր եւ մոր գորուստը շատ մեծ ցավ է։ Այս արդեն մամաս ամեն օր կհիշեմ, ամեն վարքյան իմ սրտիս մեջ արդեն շատ կարոտա։ Որ երկն է ամենաշատը ձեզ նման։ Որ երկը իմ երկած երկերս բոլորն ալ գարձան, որ երկը նման ինձ համար գրված երկ մգար Հասմիկը գրեց, Հասմիկ Ախվերդյանը, որ երկերս վերջին տարիներում կգրե, երկն իմ թևերն է, ես թրջուն եմ, հայրենիքի հնչույնն եմ, ինձ համար գրված երկ է։ Ձեր անունն էլ հենց թրջնի է, հետ կարելի է այսպես շաղ կապել։ Երկն իմ թևերն է, ես թրջուն եմ, հայրենիքիս երկին հնչուն եմ, երկը հայի դարունի հազար։ Եթե վաղը կորցնեք ձայնը, Աստված մի արածը։ Ամեն ինչ մեզի համար է, այո։ Եթե վաղը կորցնեք ձայնը, ենթադրենք, ով կմնա Սիբիլը։ Աստված պայեսեմ, բայց ըրած բաներս կմնա, անոր այդ պատճառով է, որ այս ցերքես եկած չափով վազել կչանամ, քանի որ վաղը ոչ մեկենս վաղը չէ, այստեղ են թուրսելած ադեն ոչ ոք չգիտի, այո, չեք գիտեր, որ ինչ պիտի պատահի։ Որն է այն հարցը, որ կուզեիք այլևս երբեք չլսել։ Կարծում եմ ես այդպիսի հարց չեմ տվել։ Դե չէ, այն հարցը, որ երբեք չեմ ուզել լսել։ Խիստ անձնականի վերաբերյալ կամ չգիտեմ։ Եթե չախորժիմ խոսիր կսեմ, բայց անանք հաստատ բան չկա։ Անձնական չեմ սիրել, որ մարդիկ շատ գիտերնեն անձնականի մասին տնեն, որքան քումար գարնես եւ այլն, այսպիսի մարդիկ կան, որ քումարային բաներու մասին շատ անձնական բառը արդեն ասում է, անձնական է, այո, անձնական թող մնա։ Այո։ Մարդու ամենակարևոր արժանիքը, որ դուք գնահատում եք։ Էությունը լավ մարդը լալը, ուղիղ մարդը լալը, ասպարեզները, որքան լավ թերասան ես, երկիչ ես, երկչու ես, նկարիչ ես եւ այլն, ամեն ինչը գերտա քու մարդկությունդ, քու բնավորությունդ, մարդ տեսակդ կմնա։ Կմնա, այո։ Որն է ձեր կյանքի ամենամեծ հաղթանակը, որի մասին ոչ ոք չգիտի։ Երազներով սեդևեն երթալն է, որ այսիկա ոչ ոք չգիտե սելով փամոչիկա արդեն գիտեն։ Չգիտ սված հաղթանակ չունիմ։ Հետաքրքիր է։ Եթե կարողանայիք մեկ նախադասություն փոխանցել աշխարհի բոլոր հայերին, որը կլինի, ինչ կասեք։ Իրար սիրեցեք։ Այո։ Որովհետև քիչ մը սիրելու
մեկ պակասություններ ունի։ Այո, մենք վերջին շրջանում անհանդուրժող հասարակություն ենք դարձել։ Մի քիչ ագրեսիվ ենք դարձել, բայց կարծում եմ սա էլ ժամանակավոր է։ Երջանկությունը ձեզ համար մեկ բառով։ Երջանկությունը բահեր են։ Այդ բահը, որ մի բան գլա, փոքրիկ բաներեն երջանիկ գլալն է։ Ծաղիկ մտեսնալ, թուրչու մտեսնալ, ինչպես այդ արդումը գարտնաս ու երջանիկ կսկաս, բահեր են, որ հավերժ 24 ժամ երջանիկ չես կրնար բդդիլ, բայց բահերը, որ պետք է ամեն ինչ են երջանկությունը գտնաս։ Ասում են, չէ, որ լիարժեք երջանիկ մարդ չկա, երջանկությունը ժամանակավոր է։ Այս պահին ինչի համար եք ամենաշատը շնորհակալ եւ ում։ Շնորհակալ եմ ամեն ինչի մասին աչակից եղողներուն, շատ լավ մարդիկ կա իմ շրջանակիս մեջ, օգնող մարդիկ կա, երբ որ բանի պետքություն ունենամ, հասնող մարդիկ կա, ընկերներու առումով, ես ինքս միշտ բախտավոր գսամ եւ ընտանիքի առումով, ես լավ ընտանիքի մեջ մեծա, լավ ընտանիքի անդամներու զավակը եղա։ Երբ սովորական մի բարի լույսից աշխարհն ավելի բարի է ցարնում ինչու են մարդիկ աշխարհը խառնում եւ ինչ են ուզում մեկը մյուսից երբ աշխարհում երաժշտություն եւ կա երկնքի ու հողի միջև մի գավույց մի կանաչ կարմիր մի գավույց մի կանաչ կարմիր իմանալի հրաշք հաշտություն Շնորհակալություն Սիբիլ։ Շատ մեծ։ Այսպիսինն էր եւ այսքանն էր մեր մարդկային զրույցը։ Ես պետք է խնդրեմ մեր հետևորդներին, որ անպայման դիտեք Սիբիլի նոր տեսահոլովակը Արորն ու Տատրակը, որ արդեն հասանելի է YouTube-յան ալիքում, հետևեք մեր հաղորդմանը, գրեք ձեր մեկնաբանությունները, ձեր կարծիքը թե տեսահոլովակի եւ թե մեր զրույցի վերաբերյալ։ Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը այսօր պոլսահի երգչուհի Սիբիլն էր։ Կհանդիպենք հաջորդ մարդկային զրույցում։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։